Ամեն դեպքում այս պահին մենք նիստերի օրակարգը ընդգրկել չընդգրկելու համար չենք քվեարկելու ենք ուղղակի արդեն լրամշակված տարբերակի նախագծին, հետևաբար ովքեր են կողմ նախագծի լրամշակված տարբերակին։ Շնորհակալություն, դեմ, ձեռնպահ, շնորհակալություն պարոն Նուրբեկյան, անցնում ենք վերջին հարցին, այն է Կենտրոնական բանկի բանկի գործունեության մասին տարեկան հաղորդումը մենք կլսենք, որը նույնպես կներկայացնի պարոն Նուրբեկյանը, խնդրեմ պարոն Նուրբեկյան։ Շնորհակալություն Տիկին Վարդան, նախ ուզում եմ ներողություն խնդրել, որ նախագահը այստեղ չէ, քանի որ Հայաստանի Հանրապետության չէ, օրակարգերը չէին կանխատեսել, որ այս շաբաթ կլինի, չի կարող մասնակցել, Հայաստանում չէ։ Ըստ էության Կենտրոնական բանկի տարեկան հաղորդումը երկու փաստաթղթից է բաղկացած, մեկը 2024 թվականի դրամարկային քաղաքականության ծրագրի կատարման հաղորդումը, այսինքն 24 թվականին փաստը պլանավորված է ինչ զարգացումներ ունեցել տնտեսական եւ մյուսը դա փաստաթղթի 2025 թվականի առաջին երամսյակում հաստատված դրամարկային քաղաքականության ծրագրի հաղորդումը, որը որ մի քիչ ավելի առաջ նայող փաստաթուղթ է, քանի որ դուք փաստաթղթերը տեսել եք, ես հետեւաբար մի քիչ ավելի ընդհանրական կանդրադառնամ այս երկու փաստաթղթերին, ընդգծելով մեր կարծիքով կարևոր կետերը։ Տեսեք 2024 թվականի սկզբին մակրոտնտեսական միջավայրը հիմնականում ինչպես եւ նաեւ շատ մեծ անորոշություններով էր բնութագրվում եւ Կենտրոնական բանկը եւս իր գործունեության մեջ հիմնականում ավելի շատ շեշտը դնում էր հենց սցենարային վերլուծություններին, որպեսզի կարողանանք հասկանալ թե տարբեր ռիսկերի իրականացման պարագայում ինչ կարևոր քայլեր պետք է իրականացվեն եւ որոնք են հենց խորհրդի համար կարևոր թե գնաճային, թե գնանկումային ռիսկերը։ Եթե սկզբում անդրադառնամ այդ կոպիտ ասած գնաճային ռիսկերին, որոնք որ տոկոսադրույքների վրա դեպի ավելի վերև ճնշում են գործադրում, դա հիմնականում պայմանավորված էր ԱՄՆ-ում տոկոսադրույքների մակարդակի հետ, որովհետև ինչպես գիտենք, ԱՄՆ-ում տոկոսադրույքները կոവിഡից հետո էական բարձրացան, քանի որ շատ մեծ գնաճային ալիք եղավ եւ հետո շատ դանդաղ են կարողանում իջնել եւ բնականաբար աշխարհում բոլոր զարգացող երկրների համար ԱՄՆ տոկոսադրույքի մակարդակը շատ կարևոր հիմք է տոկոսադրույքները որոշելու պարագայում եւ եթե Ամերիկայում կա մեծ անորոշություն թե տոկոսները ինչքան կարող են իջացնել, դա եւս ստեղծում է անորոշություն զարգացող երկրների համար եւ դա հիմնական կետերից մեկն է 24 թվականի ընթացքում եւ ինչպես ժամանակը ցույց տվեց, այդպես էլ եղավ, քանի որ տարվա սկզբում բոլոր կանխատեսողները ավելի շատ տոկոսադրույքների նվազեցումներ էին սպասում ամերիկյան Ֆեդի կողմից, քան փաստացի եղավ։ Երկրորդը, որը որ Ատլանտում էր սրան, դա փաստացի Հայաստանի Հանրապետությունում չեզոք տոկոսադրույքի մակարդակներ կամ մեր ռիսկերի հավելավճարի մակարդակներ, որը որ ցույց է տալի, թե փաստացի ներդրողների համար որն է այդ չեզոք տոկոսադրույքը, որից ավելի վերև մեր դրամարկային քաղաքականությունը ունի խստացնող բնույթ, ավելի ներքև ավելի ընդլայնող բնույթ։ Եվ այդ մակարդակների շուրջ անորոշությունը հիմնականում կարևոր էր դեպի վերև, այսինքն գնաճային ռիսկերի տեսանկյունից։ Այստեղ ունենք նաև էական կտոր, որը որ մեր Հայաստանի Հանրապետության հարկաբյուջետային քաղաքականության, քանի որ ունեցանք բավականին մեծ բյուջեի դեֆիցիտ, չնայած պլանավորվածից ավելի ցածր եւ Կենտրոնական բանկը միշտ ուշադրության կենտրոնում է պահում, որպեսզի այդ հնարավոր գնաճային ռիսկերը հարկաբյուջետային քաղաքականության կողմից, ընդլայնող ֆիսկալ քաղաքականության կողմից ճիշտ կառավարվեն։ Երկրորդ տիպի ռիսկերը, որոնք որ սցենարները, որը որ խորհուրդը քննարկում էր, հիմնականում, այսինքն ավելի ցածր գնաճային վերաբերում էին նրան, որ մի քանի տարի բարձր տնտեսական աճից հետո որը մասնարարպես շինարարության ճյուղով էր պայմանավորված, բնականաբար չես կարող ակնկալել, որ շինարարությունը անընդհատ այդքան երկար կաճի, այդտեղ պետք է հասկանալ, թե ինչպես կլինի շինարարության դեպի ավելի նորմալ մակարդակների աճի գալը, եւ սա նաեւ եթե նայենք ավելի ընդհանուր աշխատուժի շուկայում եւս եթե տեսնենք պայմանները աշխատավարձերի աճի նորմալացում էր գնում, որտեղ էլի մի քանի տարի բավական մեծ մասնավոր հատվածի աշխատավարձերի աճ ունենք եւ դա եւս որոշակի նորմալիզացիայի ենթարկվում, այսինքն այստեղ մենք պետք է համոզված լինենք, որ այդ ռիսկերը, որ տնտեսությունը մի քանի տարի հետո բարձր տնտեսական աճից հետո իր նորմալ պոտենցիալ մակարդակին կգա սահուն կերպով, այլ ոչ թե ինչ որ էական պահանջարկի դանդաղման միջոցով։ Այսինքն այս երկու խումբ սցենարներ ա եղել, որը որ մենք փորձել ենք հավասարակշռել 2024 թվականի ընթացքում։
Եթե տեսնենք, թե միջազգային զարգացումները ինչպիսին են եղել, շատ տարբեր են եղել, մասնարապես ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում 2024 թվականի ընթացքում տնտեսական ակտիվությունը շատ բարձր է պահպանվել, հենց իրենց ներքին սպառման եւ ծառայությունների բարձրաճով պայմանավորված, իսկ օրինակ Եվրագոտում իրենց ներուժային մակարդակները ավելի ներքև են եղել, այսինքն այդտեղ պահանջարկի կողմից ճնշումները դեպի ներքև են եղել։ Հիմնականում, եթե տեսնենք, թե գնաճի տեսանկյունից միջազգային ինչպիսի ճնշումներ են եղել Հայաստանի Հանրապետությունում, տեսնենք, որ հիմնականում միջազգային շուկայում գնաճը 24 թվականի ընթացքում շարունակել է դանդաղել, բայց գործընկեր երկրներում ավելի կոշտ գները, այսինքն որոնք որ ավելի ֆունդամենտալ երկարաժամկետ տրենդերն են ցույց տալիս, իրենց դեպքում այդ ապրանքների եւ ծառայությունների գները դեռևս հարաբերականորեն բարձր մակարդակների վրա պահպանվել են։ Ամփոփելով այս մասը 24 թվականի ընթացքում արտաքին հատվածից հիմնականում Հայաստանի տնտեսության վրա դիտվել են թույլ գնանկումային ազդեցություններ եւ միայն տարեվերջին գնաճային որոշակի ռիսկերի նյութականացում է տեղի ունեցել եւ Հայաստանի վրա, այսինքն հիմնականում նեյտրալ ազդեցություն է եղել հավասարակշռելով այս երկու փաստերը։ Եթե տեսնենք, այսինքն եթե միջազգային եւ համաշխարհային տնտեսական աճից արդեն վերանանք եւ գանք Հայաստանի Հանրապետությանը, ապա 2024 թվականին Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը բավականին բարձր է եղել եւ դա պայմանավորված է եղել գերազանցապես ծառայությունների շինարարության եւ առևտրի ոլորտներում արձանագրված բարձր աճով։ Անկախ ամեն ինչից երկրորդ կիսամյակից դիտվել է արդեն տնտեսական ակտիվության որոշակի դանդաղում եւ տնտեսական աճը մոտեցել է գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին, հա, այսինքն քանի որ մենք գիտենք, որ կային որոշակի ժամանակավոր փաստեր, մասնապես ոսկու հետ կապված, մենք մեր համար սպասելի էր, որ մենք պետք է նորմալիզացվենք եւ փաստացի մեր մոտ հիմա այդ ճշգրտումն է տեղի ունենում, որ տնտեսական աճ եւ տնտեսական ակտիվությունը վերադառնում են նորմալ պոտենցիալ մակարդակին։ Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը մեր պոտենցիալը գնահատում է 5%-ի շուրջ, դեռ իհարկե անորոշությունը մեծ է եւ 22 թվականից հետո մենք այս 5%-ը իրականում 4.5-ից վերանայել ենք դեպի 5%, այսինքն դեպի վերև ենք վերանայել պոտենցիալը, բայց ամբողջ աճը չենք վերագրել երկարաժամկետ պոտենցիալին, որովհետև ուզում ենք համոզված լինել, որ այդ ռիսկերը ճիշտ են կառավարվել։ Հիմա, այսինքն մենք հիմա գտնվում ենք մինչև այսօր այդ գործընթացի մեջ, որ մենք գնում ենք դեպի պոտենցիալ եւ նորմալիզացիայի մակարդակ է լինում եւ տնտեսական ակտիվության տեսանկյունից մենք ոչ շատ գնաճային, ոչ շատ գնանկումային ազդեցություններ այս բան չունենք, համատաբար հավասարակշռության մեջ ենք։ Պահանջարկի կառուցվածքում, եթե տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ են եղել, արտաքին պահանջարկի աճի տեմպի աստիճանական դանդաղում է եղել, այստեղ ուզում ենք աճի տեմպը նկարագրել, որտեղ այդտեղ եւս թե туриզմի, թե դրա հետ կապված ծառայությունների մասով մենք շատ էական աճ ունենք եւ իսկապես շատ դժվար կլիներ ակնկալել, որ այդպիսի էական աճից հետո այդ աճը եւս կշարունակվեր եւ մենք հիմա փաստացի ունենք իրավիճակ, որ մակարդակի տեսանկյունից մենք 2022 կամ 21 կամ դա անգամ 19 թվականից էապես ավելի բարձր մակարդակում են գտնվում, բայց աճի տեմպերը էլի ավելի նորմալանում են եւ մասնարարպես արտահանման տեսանկյունից ծառայությունների զբոսաշրջության կտորն է, որը որ կարեւոր է։ Եթե տեսնենք ինչն է դա կոմպենսացրել, փաստացի զգալիորեն աշխուժացել է ներքին պահանջարկը, պայմանավորված մասնավոր սպառման բարձր աճով, եւ սա նաեւ վկայում է եկամուտների շարունակական ավելացման մասին, քանի որ վերջին մի քանի տարվա ընթացքում մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում եկամուտները էապես ավելացել են, մասնավորապես ներքին շնչվող եկամուտը մոտավորապես կրկնապատկվել է, հա։ Եվ էլի մենք ունեինք աշխատավարձի բավականին մեծ աճ, երկնիշ աճեր ունեինք 2 տարի, եւ այստեղ եւս մենք ունենք էլի նորմալիզացում, այսինքն աշխատավարձի աճը հիմա մեր կարծիքով պոտենցիալի աճին մոտ աճ է, ինչը կարեւոր է, որովհետեւ այդ մասից նշանակում է, որ չունենք գնանկումային կամ էական գնաճային ճնշումներ այս պահին, հա։ Այս ֆոնի վրա մենք 2024 թվականին շարունակել ենք աստիճանաբար նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ 2.25%-ային կետով մենք նվազեցրել ենք մեր տոկոսադրույքը եւ դեկտեմբերին սահմանել ենք 7%։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ փաստացի եթե տեսնենք թե աշխարհում այս անորոշությունների պարագայում, երբ որ ԱՄՆ-ն տոկոսադրույքները դանդաղ է իջեցնում, առավել եւս զարգացող երկրներում, որ երկրներն են կարողացել տոկոսադրույքները նվազեցնել, դուք կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետությունը իրականում քիչ երկրներից է, որը որ կարողացել է պահպանել բարձր տնտեսական աճ, առանց զոհաբերելու գների կայունությունը եւ
փաստացի այդ ընթացքում նաև տոկոսադրույքի նվազեցում է իրականացրել։ Ասենք մեր հարևան երկրներում էլ եթե նայեք, կտեսնեք, որ իրենք տոկոսադրույքի նվազեցում չեն կարողացել այդքան անել, թե մակարդակի տեսանկյունից եւս ավելի բարձր մակարդակում են։ Եվ ըստ էության հիմա Հայաստանի եւ ԱՄՆ տոկոսադրույքների տարբերությունը փաստացի պատմական մինիմալ մակարդակների վրա է, ինչը խոսում է մակրոտնտեսական, թե ֆիսկալ, թե դրամավարկային ճիշտ քաղաքականության եւ հավասարակշռման մասին։ Հա, այդ տեսանկյունից մենք փաստացի էլի այդ A տիպի եւ B տիպի ռիսկերը, որ ես ասացի, ավելի գնաճային եւ ավելի գնանկումային հավասարակշռել ենք եւ այդ տոկոսադրույքների նվազեցման արագությունը կարողացել ենք պահել ճիշտ մակարդակի վրա եւ փաստացի 12 ամսյա գնաճը 24 թվականի ընթացքում արդեն դարձել է տարեվերջին եղել է 1.5%, այս հիմա կանդրադառնում նաեւ արդեն մյուս մասին կանդրադառնում ավելի ապագային նայող, հա, եւ այստեղ ուզում եմ նաեւ ասել, որ 2025 թվականից արդեն մենք նպատակային ցուցանիշը 4-ից իջեցինք 3%, քանի որ գնաճի թիրախի ավելի ցածր մակարդակը 3% շատ ավելի համահունչ է երկարաժամկետ գների կայունության հետ, այստեղ շատ երկար չխոսեմ, որտեղ բավականին շատ քննարկվել է այս հարցը, բայց մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը ինչքան էլ մենք ասենք, որ գնաճը ցածր է, բայց ամեն դեպքում քաղաքացիների շրջանակում միշտ այդ անհանգստությունը որ կա, որ ասում են, բա գների մակարդակը, ինչը մենք կարծում ենք, որ հենց այս քայլը դրան է ուղղված եւս, որ դրա համար գնաճի 3% ավելի ցածր մակարդակը մենք կարծում ենք ինստիտուցիոնալ այն մակարդակի վրա ենք, որ կարող ենք ապահովել, եւ սա որևէ տնտեսական աճի էական ազդեցություն չունենալու բացասական, քանի որ մենք գնաճային ռիսկերը ճիշտ խարսխել ենք նախորդ տարիների ընթացքում։ Եթե անդրադառնանք արդեն 25 թվականին, 25 թվականի առաջին երամսյակում համաշխարհային տնտեսությունում ընդհանրորեն պահպանվել են տնտեսական ակտիվության աճի դանդաղման ռիսկերը, մասնարարպես երևի թե ոչ մեկի համար նորություն չեմ ասել, որ ԱՄՆ-ում նախորդ երամսյակներում, հատկապես այդ առաջին երամսյակում տարիֆների հետ կապված հարցը խիստ մեծ անորոշություն է բարձրացրել աշխարհում եւ ինքը ըստ էության ավելի տնտեսական աճի դանդաղման ուղղությամբ ռիսկեր է ստեղծել, չնայած այս պայդրությամբ դեռևս ոնց որ հենց տվյալների տեսանկյունից վիճելի է թե տեսնում ենք արդյոք տնտեսական աճի դանդաղում թե չէ, բայց անկասկած անորոշությունը էապես ավելացել է։ Ռուսաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվել է նաև 2025 թվականին, որին մեծապես նպաստել է ներքին սպառման, հատկապես ծառայությունների բարձր աճը։ Միևնույն ժամանակ, եթե նայենք Չինաստանը նկատվել է տնտեսական ակտիվության աճի դանդաղում պայմանավորված ներքին պահանջարկի թուլացման, իսկ Եվրոգոտում տնտեսական աճը մնում է ցածր։ Այսինքն ստեղ էլի որոշակի միջազգային շուկաներից ունենք մի քիչ իրարից տարբերվող պատկերներ, բայց մի բանը բոլոր տեղերում ակնհայտ է, որ անորոշությունը խիստ մեծ է եւ դա ամենտեղ արտահայտվում է թե իրենց որոշումների կայացնում, թե տնտեսական ցուցանիշների մեջ։ Եթե նայենք ապրանքահումքային շուկաներին, ապա ապրանքահումքային շուկաներում պարենային ապրանքների գների վերջին ամիսներին կայունացել են գները, ձևավորվել են նախորդ տարվա համեմատությամբ ավելի բարձր մակարդակներում։ Եթե տեսնենք, թե ինչ է կատարվել Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության խորացումը շարունակում է նավթի գների եւ տատանողականության հնարավոր աճի հիմնական աղբյուր լինել, այսինքն նավթի գների մակարդակը ուղղությունների տեսանկյունից շատ տարբեր կարող է լինել, այդտեղ հիմնականում գործոնները աշխարհաքաղաքական են, այսինքն ԱՄՆ, Իրան, ինչպիսի համաձայնություններ ձեռք կբերվեն կամ ձեռք չեն բերվի, ինչպես կլինի OPEC-ում Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը, բայց մի բանն է ակնհայտ, որտեղ տատանողականության էական աճ կարող է լինել, այսինքն այդ տատանողականությունը միանշանակ մեր հետ է լինելու մոտակա ժամանակներին։ Եթե անդրադառնանք արդեն կոպիտ ասած այդ ամեն ինչը ամփոփելով թե արտաքին հատվածից մենք այս տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա ինչ ենք ակնկալում գնաճի տեսանկյունից համեմատաբար թույլ գնաճային ազդեցություններ լինելու Հայաստանի Հանրապետության վրա, այսինքն այդտեղ շատ խոշոր էական գնաճային ալիքներ չենք ակնկալում, իհարկե անորոշությունը շատ մեծ է մի քանի գործոններ, ես հենց նոր նշեցի։ Եթե տեսնենք թե 25 թվականի սկզբից Հայաստան տնտեսական ակտիվությունը ինչ է եղել, ես ինչպես ասացի, հիմնականում պահպանվել է երկարաժամկետ կայուն աճին գնահատվող մակարդակի շուրջ, տնտեսական աճին մեծապես նպաստել է շինարարության, ծառայությունների եւ առևտրի ճյուղերի բարձր աճը, նաեւ 2025 թվականին։ 2025 թվականի համար տարբեր կազմակերպությունների եւ ֆինանսական շուկաների մասնակիցների կողմից տնտեսական աճը գնահատվում է 4-ից 5.3% մակարդակում եւ ինչպես ես նշեցի, սա կենտրոնական բանկի պոտենցիալ աճին համահունչ գնահատական է։
Այստեղ ես էլի ուզում եմ շեշտադրեմ, որ քաղաքականության, դրամարկային քաղաքականության տեսանկյունից ամենակարևոր բանը լինելու այս ռիսկերը ճիշտ կառավարել, այլ ոչ թե ճիշտ կանխատեսել, քանի որ ամեն պահի ամեն բան կարող է փոխվել։ Եթե ամփոփեմ արդեն գնաճի մասով, մենք տեսանք, որ գնաճը որոշակի արագացել է տարվա սկզբից եւ փաստացի արդեն 12 ամսյա գնաճը այս պայն արդեն 3.2% է եւ ըստ էության 1.5-ից անցած տարվա թիրախից մի քիչ վեր է 3% է թիրախը, որտեղ թիրախը փոխել ենք 4-ից 3, ինքը արդեն թիրախին մոտիկ է, դարձավ 3.3 հետո 3.2, այսինքն էլի նորմալ հավասարակշիռ վիճակում ենք, բայց պետք է ուշադիր լինենք, որ որևէ ուղղությամբ այդ ռիսկերը մենք կարողանանք ճիշտ կառավարել։ Ես երևի թե այսքանով ամփոփեմ եւ եթե հարցեր կան պատասխանեմ, հա, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ պարոն Նուրբեկյան, խնդրեմ Տիկին Մանավանցյան։ Պարոն Նուրբեկյան, իհարկե տվյալները եւ զեկույցի արդյունքները բավականին լավ էին հաշվի առնելով գնաճի